Շնորհակալություն, ես էլ եմ շնորհավորում մեր ժողովրդին երկրորդ համաշխարհայինի հաղթանակի հետ կապակցությամբ։ Այո, հպարտանում ենք, որ մեր հայրենակիցները, մեր ավագ սերունդը հերոսաբար անցել այդ ճանապարհը եւ ամբողջ աշխարհին հայտնի է դարձել մարշալներով, հերոսներով, իրենց կատարած սխրանքներով։ Արցախյան առաջի պատերազմի դրվագներից ես կուզենայի համեմատության մեջ մի փոքր պատմություն պատմեմ։ 92 թվականի Շուշի ազատագրումից ընդամենը 1-2 ամիս հետո Ադրբեջանը հակահարձակ գործողություններ կատարեց Շահումյանի շրջանի կողմից ու ստացվեց այնպես, որ մի կողմից քաղաքական խժդժություններն էր, մի կողմից արդեն պանիկա էր զորքերում մեր։ Դե արագ տագնապով հավաքվեցինք Աշոտ Սարուխանյանի ջոկատի հետ, ես մեկնեցի Մարտակերտի Չափար գյուղը պաշտպանությանը մասնակցելու, Շահումյանը արդեն թուրքը գրավել էր։ Ու որտեղ էր խնդիրը կայանում, հաղթանակից հետո միանգամից sense պարտությունների շարան, քաղաքական խժդժությունները մեղադրում էին Շահումյանի ղեկավար Շահեն Մեղրյանին, իբր ծախված է պատերազմի, իբր նույն բանը 44 օրյային ականատեսել ենք ու պետքա դասեր քաղենք այս պատերազմները իրանք ծանր քաղաքականություն են եւ երբ որ բանակը մտնում այդ քաղաքականության մեջ արդյունքում ստանում ենք պարտություն։ Իհարկե բանակը ինքը պաշտպանության նախարարը ինքը քաղաքական պորտֆել է, բայց շտաբի պետից սկսած մինչև շարքային զինվոր պետք է այս քաղաքականության մեջ չլինի, քայքայում է բանակը։ Ցավոք սրտի այսօր մեր բանակում քաղաքականությունն է քանդում, սկսած նախարարից, վարչապետից, իսկ այդ տարիների պատմությունը դասեր չէ լավ, որտեղ կրկնվեց ամեն անգամ։ Մարտակերտը ընկնում էր, փոքր ջոկատներով շրջապատման մեջ էին ընկնում, միտեղ ժողովուրդը խառնվում էր անտառներում փախած այդ կամավորական ջոկատների, ժողովրդի sense խառը վիճակ, պանիկա։ Այս պանիկան մի պահ կանգ առավ, երբ որ Վազգեն Սարգսյանը իր հայտնի հայտարարությամբ մահապարտների գունդ հավաքեց։ Այս խաբարը երբ որ ասավ Արցախ, ոնց որ մի քիչ տղաների մոտ նորից այդ մարտական ոգին վերականգնվեց, ոնց որ Արցախում նորից լույս բացվեց, հեռանկար կար, որ հնարավոր է թուրքի դեմ, որտեղ թուրքը մեր զորքի քանակի չափ տանկ էր մենակ անել այդ ժամանակ ու շատ մեծ պրոբլեմ էր։ Այդ դուխը բարձրացավ, եկան, եթե ես չեմ սխալվում, Մարտակերտի վանք, Կանձասար տարածքներում մահապարտները հասան, թուրքի դեմ այնտեղ արդեն կանգնեցին։ Թուրքը արդեն այդ արձակումների այդ պրոցեսը, գրավման պրոցեսը տեղից կանգնեց։ Ընդամենը մեկ մարդու հայտարարություն ու պատերազմը ոնց որ 90 աստիճան շուռ եկավ։ Թուրքը կանգնեց, հետո կամաց մինչև ուշքի եկավ հայկական ուժերը, սկսեցին արդեն ազատագրման այդ պրոցեսները։ Հիմա նույն բանը կատարվեց մեր մոտ բանում 20 թվականի ժամանակ։ Առաջի օրերը կանգնեց զորքը 1-2-3 օր նորմալ կանգնեց, դիմադրեց քանակությամբ, տեխնիկայով, բայց դրանից հետո սկսվեց կամաց նույն պանիկան։ Խուճապը գալիս էր, որ արդեն ծախված է, խուճապը գալիս էր։ Ես 44 օրյային էլ Ֆիզուլու տանգվի գումարտակում եմ եղել։ Այդ Իշղլու Քյուրլար կոնկրետ դիրքերը թուրքական նախկին թուրքական գյուղում էր։
Հետո եկավ մի ժամանակ, ամսի 9-ից 10-ից հետո կամաց տեղեկություններ գալի, որ մենք շրջապատման մեջ ենք։ Արդեն Ջաբրայելի կողմից թուրքը ճեղքի անցել էր, արդեն Հադրութում մարտեր էին, մենք ագին կիլոմետր առաջ առաջի գծում բրոնի տեխնիկան օրորի մաշվում է, բայրակթարը խփում է առանց մարտի մեջ մտնելու, զորքը մաշվում էր ու էլի քաղաքական, ասենք, փնթի գործունեության շնորհիվ։ Այս ցավոտ անցած պատմությունները պետք է վերցնենք դաս սարքենք մեզ համար, եթե մենք մեր էությամբ եղել ենք մեր երկրի հայրենիքի, ընտանիքի պաշտպանը, պետք է այս դասերի հիման վրա հասկանանք որտեղ է մեր խնդիրը, որպեսզի այս կորուստները պետք է հետ բերել։ Թեկուզ մարդկային կորուստի գնով պետք է հետ բերել։ Ես չեմ կարծում, որ ինչ-որ քաղաքականությունը այդքան փայլուն կլինի երբևիցե Հայաստանում, որ հնարավոր լինի Թուրքից ինչ-որ բան հետ վերցնել։ Մեզի բանակ է պետք, շատ կոնկրետ, մեծ քանակությամբ 100,000-ից գոնե 100,000-ից լավ պատրաստված, փողը պետք է ծախսվի, պետք է սպառազինվի, ժամանակակից տեխնոլոգիաները պետք է ունենա մեր բանակը, որտեղ շատ ժամանակ 44 օրյայում զորքը առճակատման մարտի մեջ չէր կարող մտնել Թուրքի հետ, ընդամենը օդից ոչնչացնում էին, զորքը մաշվում էր։ Այստեղ պետք է շատ կոնկրետ քաղաքական հարցեր, խնդիրներ լուծվի, իսկ ավելի կոնկրետ իշխանափոխություն, իշխանության գան հայրենասեր մարդիկ, բանակը պետք է վերականգնվի, սպայական կազմը պետք է ճանապարհ անցած մարդիկ պետք է նորից լինեն բանակում, բանակը պետք է լինի կարգ ու կանոնի մեջ, քաղաքականությունից հեռու, ու բանակի կոնկրետ գործը պետք է լինի ազատագրական պայքար, ազատագրման Արցախը հետ բերելու այս ազատագրման process-ը պետք է մենք, չգիտեմ, պետք է անենք, ես չեմ կարող հաշտվեմ այս պարտությունների հետ, ես կարծում եմ, որ մեր երկրում, մեր ժողովրդի մեջ, մեր ազգաբնակչության մի մեծ հատված, մեծպես մտածում չի հաշտվում այս պարտության հետ։ Իսկ կոնկրետ Թուրքի հետ խոսալու լեզուն մենակ ուժն է, բանակն է, զորքն է, եւ պետք է սա արվի եւ պետք է հետ բերվի Արցախը։ Ինչ ուզված էիր։ Շնորհակալություն, պարոն Մարտիրոսյան, այսինքն դուք ամրագրեցիք այն փաստը,